Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Եվ այսպես, պարոն Սարգսյան, շատ հակասական լրատվություն է, տեղեկատվություն է մեզ հասնում, մեկ Թրամփը ասում է ցամաքային օպերացիա չեմ անի, խոսքը նախ առաջինը քննարկում ենք, ցամաքային օպերացիա կլինի թե ոչ, բոլորն են այդ հարցին անդրադառնում, Թրամփը լրագրողներին ասում է չի լինի, բայց ասում է եթե լիներ էլ ես չէի ասի, Նետանյահուն ասում է առանց ցամաքայինի երևի թե չլինի, միայն վերևից հրթիռակոծելով կամ գնդակոծելով մենք հարց չենք լուծի, մյուս կողմից իմանում ենք, որ նոր ուժեր է Թրամփը տեղափոխում այդ տարածաշրջան։ Երկինքը մաքուր է, ասում են Թրամփը եւ Նետանյահուն, ամեն ինչ խոցվել է, բայց արդեն երեք եղավ ինֆորմացիա եւ ամերիկյան կողմը եւս հաստատեց, որ Իրանը խոցել է ամերիկյան F-35 կործանիչը, ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել, ինչ է կատարվում այդտեղ, Միացյալ Նահանգներն ՆԱՏՕ հարաբերությունները կարող են քննարկել, Հորմուզի հետ կապված կան նորություններ, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նեդերլանդները, Ճապոնիան, Կանադան հայտարարություն են տարածել, որ պատրաստ են ապահովել անվտանգությունը, երբ որ հարց բարձրացավ, այսինքն դուք ուզում եք բացելու հետ կապված ինչ-որ գործողություններ անել, աղոտ հասկացվեց, որ ոչ, արդեն հրադադարից հետո են նրանք պատրաստ ինչ-որ գործողություններ անել, Թրամփը զայրացած է, Թրամփը ասում է ես ուզում եմ դուրս գալ այս պատերազմից, ես Միացյալ Նահանգները իր խնդիրները լուծել են, Նետանյահուն թող իր խնդիրները շարունակի լուծել։ Եվ այսպես, հարցերը, որքանով է ավելի վտանգավոր դառնում իրավիճակը, թե հակառակը փակվելու է, հետ է գնալու եւ կարողանալու է արդյոք Թրամփը դուրս գալ այս պատերազմից։ Ահա, այսպեսի հարցեր։ Դե իրականում մոտավորապես մի 3 ժամվա հարց տվեցիք, փորձենք հասկանում եմ, հիմա փորձենք մի հատ բան անենք, որովհետեւ իրար հետ են եւ իրականում պետք է սկսել այն պահից, որ այս պատերազմը ուրախություն եւ ոգեվորություն առաջացնում էր բացի խիստ ազգայնական իսրայելական ղեկավարությունից, միայն այն մարդկանց մոտ, ովքեր կոպիտ ասած դասական, հա, քարտեզ չունեն, պատմություն չգիտեն, տնտեսություն չգիտեն եւ այն որ Հորմուզի նեղուցքը փակվելու էր, դրամ կասկած չկար։ Ես նաեւ ուզում եմ ուշադրություն դարձնել, չնայած հիմա ամերիկյան եթերի համար ենք, բայց մեզ դիտողները Հայաստանից կարող է տենց ուշադրություն չեն դարձրել։ Արդեն 3-րդ թե 4-րդ օրն է կոնգրեսը եւ սենատը, ներկայացների պալատը եւ սենատը հերթով կանչում են անվտանգության այդ պատասխանատուներին, ԱՄՆ-ի այդտեղ Տուլսի Աբարդն եւ փորձում են հասկանալ ով է ասել, որ Իրանը անմիջական վտանգ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որ մի ծառայությունն է տեղեկացրել նախագահին, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կան, որոնք հենց հիմա հարվածելու են բանին, Ամերիկայի քաղաքներին, եւ ով է ասել, որ միջուկային զենքը ստեղծելուն մնացել է 2 շաբաթ։ Ակնհայտորեն բոլորը հերթով, դե հիմնականում պատասխանողը Տուլսի Գավարդն է, որ ասում է, որ ես չեմ։ Իրան ասում են դու սենց բան ես ասում, հա, ասել ես, որ չկա, այո, չկա։ Այդ ասել ես, որ վտանգ չի, այո, ասել եմ, որ վտանգ չի։ Բա ով է ասել, որ անմիջական վտանգ է։ Տուլսի Գավարդը շատ հանգիստ ասում է, որ նման բաներ միայնակ որոշում է Ամերիկայի նախագահան։ Այսինքն սենատում, սենատի լսումների ժամանակ անվտանգության ծառայությունների այդ համընդհանուր կոմիտեի նախագահան Տուլսի Գավարդը, որ աչքից լույսը չի, որը խիստ մագայական է, որին ես անձամբ շատ հարցեր ունեմ, որպես նախընտրականի ժամանակ հայտարարություններ, բայց ինքը բացարձակ ճշմարտություն ասելով Թրամփին գցում է impeachment դիտակ։ Եվ սրանում է պատճառը, բացի նրանից, որ տնտեսական վիճակն է, միջինում $2.90 կարգի 1 գալոն վառելիքի դիմաց դարձել է 3.80, սպասում են 4, վերջի հարվածը հարավային Պարսին, որը պատկանում է, դա Պարս գազային հանքն է, որը կեսը պատկանում էր Քաթարին, մյուս կեսը պատկանում էր Իրանին, բայց պետք է հասկանալ, որ հարավային Պարսը եւ հյուսիսային Պարսը որպես է, դա մեկ ընդհանուր Պարս է, դա աշխարհում ամենամեծ գազային հանքն է, եւ Իսրայելը առանց բանանելու հարվածում է պարսկական մասին,
ակնհայտորեն Իրանը հայտարարել էր, որ եթե իմ նավթային բաներին հարվածեք, պատասխանը կստանաք, որպես հակադարձ հարված Քաթարի գազային այդ liquid gas, այսինքն հեղուկ գազի արտադրության գործարանը բառեզբուն իմաստով ոչնչացվում է, որի կառուցումը տևել է 10 տարի եւ որի արժեքը զուտ հաշվապահական արժեքը 72 միլիարդ դոլար է։ Եվ բացի սրանից Իրանը նաեւ հայտարարել է մի ցանկ, որը հերթով ոչնչացնում է Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրությունում, Իսրայելում, Հայֆայի բանը, այդ նավթամշակող գործարանը եւ էսկալացիա է գնում։ Տրամպը հասկանում է, որ այս էսկալացիան, չգիտեմ, հասկանում է, թե չի հասկանում, որտեղ խիստ կասկածում եմ իր հայտարարություններից, որ ինքը ունակ է ինչ-որ բան հասկանում, բայց ինքը տեսնում է առնվազն իր խորհրդականները հերթով խաղից դուրս են գալիս։ Ոչ մեկ այլևս չի խոսում։ Եվ սրան գումարելով են, որ Ռուբիոն առաջի օրը ասաց, որ սա Իսրայելն է մեզ ստիպե, որ մենք մտնենք եւ երեք չառաջ օրը Տուլսի Գաբորդը ասում է ես չեմ, այսինքն Ամերիկայի անվտանգության ծառայությունները չեն, որոնք հայտարարել են, որ Ամերիկան վտանգի տակ է, հարցեր են առաջանում, որոնք տանում են դեպի impeachment։ Այստեղ է պետք ման գալ այն պատասխանը, թե ինչու է Տրամպը ուզում դուրս գալ պատերազմից։ Այն որ Տրամպը չգիտի տարական բաներ, չգիտի քարտեզ կարդալ, դա մենակ Տրամպը չի, Ամերիկայում տարածված է, պատմություն չգիտի ռազմական գործ, չի հասկանում ոնց է աշխարհը կառավարվում։ Այս ամեն ինչը նաև հետ գնանք, հա, Գրենլանդիա, Եվրոպայի հետ հարաբերություններ, ակնհայտորեն վիրավորական հայտարարություններ Մակրոնի նկատմամբ, Ստալմերի նկատմամբ, ասենց ինչ-որ ինքը տենց անկանոն է, հոգեկան խանգարված է, բայց միևնույն ժամանակ, երբ գործը գալիս հասնում է իր ընտրություններին, էլի Հայաստանում տարածված չի թվում Ամերիկայում տեսել են, որ այսպես կոչված կապույտ ալիք է բարձրանում։ Դեմոկրատները բոլոր նահանգներում, որտեղ հիմա ընտրություններ պետք է լինեն եւ mid-term-ի բանով, ոչ միայն հաղթում են, ջախջախում են։ Ասենք Տրամպի վարկանիշը, այդ որ ասում են underwater, -46 է, այսինքն 46%-ով ավելի մարդ համարում է, որ Տրամպը սխալ է, քան որ ճիշտ է։ Սա այլանդակ տվյալներ են գործող իշխանության համար։ Սա mid-term-ն է։ Ինքը 1 տարի է ինչ կառավարում է։ 1 տարվա մեջ իր վարկանիշը ոչնչացել է։ Եթե ձեզ հետաքրքրում է ինչու է Տրամպը այս պատերազմից ուզում դուրս գալ, ապա դա ընդհանրապես նրա համար չի, որ ինքը ռազմական հանցագործություն է գործել եւ 160 անչափահաս աղջիկա սպանել ըրտիրով։ Ընդհանրապես նրա մասին չի, որ իր հետախուզական տվյալները կամ իր օթուժի քողարկան ահովանու ներքո Իսրայելը ոչնչացրել է Թեհրանի նավթային այդ բաները, որը բերել են աղետ մի քանի դեռ գործարանը ոչնչացած, որ քիմիական աղետ է առաջացել, բնապահպանական աղետ է։ Անթիվ անհամար մարդիկ են սպանվել, 56 հոսպիտալ, հիվանդանոց ոչնչացված է, իսրայելական եւ ամերիկյան բաների դեպքում։ Դպրոցների եւ մանկապարտեզների քանակը անթիվ անհամար են, հայկական մանկապարտեզն է ոչնչացվել, ամենահներից մեկը տարածաշրջանում։ Սա ռազմական հանցագործություն է, Փիթ Հեքսեթը կանգնում է Պենտագոնի բանի ժամանակ եւ հայտարարում է no mercy, այսինքն ոչ Հագայի բաներով, կոնվենցիաներով դա ռազմական հանցագործություն է եւ ղեկավարը ասում է ոչ մեկին չենք խղճալու, բոլորին ոչնչացնելու ենք։ Սա արդեն իսկ ռազմական հանցագործություն է։ Սա ասում է մարդ ում հրամանով 160 աղջիկ են ոչնչացել դպրոցում։ Պարոն Սարգսյան, հիմա հարցը հասել է նրան, հարցը շարունակվելու է ավելի վատթարանալ վիճակը, որովհետև ամենառաջին հարցս այն էր, այս օրերին քննարկում է ցամաքային օպերացիա լինելու է, թե չի լինելու, թե հակառակը Թրամփին հաջողվելու է այնուամենայնիվ փակել այս էջը։ Ես քանի որ գիտեի, որ այդ հարցը տալու եք, ես պատրաստված եմ։ Ուրեմն, քանի որ Ամերիկայում մարդիկ 99%-ը քարտեզ կարդալ չգիտեն, ես բացատրեմ Իրանը ինչ է։ Ուրեմն որպեսզի պատկերացնեք Իրանը ինչ է, դուք պետք է վերցնեք ամբողջ East Coast-ը, այսինքն այնտեղ ինչ-որ Ֆլորիդայից մինչև Rhode Island եւ Vermont։ Այդ Ապալաչի սարերից դեպի Ատլանտյան օվկիանոս եւ բանը Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ 1/3-ը սենց պետք է վերցնենք, եւ 1/3-ը չի երևի փոքր ավել։ Այսենց այդ ամբողջ նահանգների շարքը պատկերացրեցիք,
հույսով եմ այնտեղ մարդիկ եւս պատկերացրեցին Ամերիկայում։ Դե South Carolina, West Virginia, Maryland, New Hampshire, Connecticut, New Jersey, Massachusetts, Vermont, Delaware, Rhode Island, Georgia, North Carolina, Virginia, New York, եւ սրան, այս սրան։ Պետք է գումարեք մի հատ էլ Կալիֆոռնիա, որ մոտիկ գա կեն տարածքին, որը Իրանն է։ Ցամաքային օպերացիան, որը Տրամպը ուզում է անի, 2500 կամ 3000 հոգով, պաշտոնապես պետք է լինի իրանք տենց էին հայտարարում։ Երկու նավել են, 2 նավ, 4 նավ, 8 նավ, ուրեմն տեսեք, Բանդեր Աբասից, որ հասնեն Իսֆահան, որտեղ որ միջուկային այդ բաներն է, ռեակտորներն է եւ որտեղ որ ըստ իրանց տվյալների սուտ այտենց չի, պահվում է հարստացված ուրանը։ Գիտեք ինչքան է 950 կիլոմետր։ 950 կիլոմետր, որպիսի դու մտնես, հասնես ընդեղ, կենթանի վերադառնաս, 400,000 մարդը քիչ է, կրկնեմ, որ Ռուսաստանը հարձակվել էր Ուկրաինայի վրա 6, ինչ-որ մի պահ հասել էր 600-ից 800,000, 20 կիլոմետր էր շարժվում։ Եթե ձեզ թվում է, որ ամբողջությամբ լեռնային շղթաներով շրջապատված Իրանը, այսինքն ինքը ամրոցի պես է, իր բոլոր սահմաններով լեռնային շղթաներ են, միջին բարձրությունն 2,5-3,000։ Եթե ձեզ թվում է, որ դուք 2000 հոգով կկարողանաք ինչ-որ մի բան անեք այդտեղ, ոչ, դա բերելու է ամերիկյան զինվորների մահվան։ Եվ դրա մասին խոսում են բոլորը։ Թուլսի Աբերտը օգնության մասին է, դրա վրա են հույսը դրել։ Չկա, բոլորը մեռնելու են։ Հույս չկա, 0 հույս է։ Կրկնում եմ։ Վիետնամի օրինակն էլ բերվեց։ Ոչ, Վիետնամը չի, որովհետև Վիետնամում կային ջանգլներ, այսինքն դու կարող ես ծառերի մեջ պահկվել։ Ստեղ քաչալ սարեր են, անապատային սարեր։ Սրա ամենամեծ մոտիկ բանը, որ կարա լինի, դա Աֆղանստանն է։ Ոչ, բոլորը մեռնելու են։ Ոտները դնելու են, բանանեն, մեռնելու են, շանս չկա։ Ընդ որում, լինի դա Տակեր Կալսոնը, լինի դա Մեջորի Թեյլոր Գրինը, լինեն դա այն մագայի բոլոր բաները, Տրամպին իշխանության բերած, Ջո Ռոգանը, բոլորը յախա են, ասում են, սա եւ այն մարդու մենք իշխանության ենք բերել, տարբեր մարդիկ են։ Եվ այս բոլորի պատասխանը տալիս է հակաբեկչական կենտրոնի տնօրենը, որը պաշտոնապես նամակով դուրս է գալի աշխատանքից եւ ասում է, որ Իսրայելի պաշտոնյաները եւ Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները, ներկայացուցիչները առանց մեզ տեղեկացնելու մտնում են ամերիկյան պաշտոնյաների մոտ եւ ստեղծում են օրակարգ։ Նույն բանը ասում է Ռուբիոն, եթե հիշում եք, երկրորդ օրը ինքը չեսն ասեց, եղբայր, մենք չենք։ Սա է Իսրայելն է։ Եվ սրա մասին խոսում են բոլորը։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր America First էին առաջ տանում, հիմա հասկանում են, սա դարձել է America Alone։ Ինչ վերաբերում է եվրոպական բաներին, դուք շատ փափուկ եք ասում, Ամերիկայի մարդկանց մոտ կա տպավորություն, որ Եվրոպայում ինչ որ կերպ բան է, հա, տենց ինչ որ հարգանք կա Ամերիկայի նկատմամբ, ամենալավը ամերիկյան տուրիստներն են ասում, կարող եք բացել TikTok-ը, կարող եք բացել բանը, որտեղ որ ամերիկյան տուրիստները արդեն իսկ գալիս է նրան, որ տեղեր կան, որտեղ ասում եմ դռնից դիմավորում են, ասում են շների եւ տրամպիստների մուտքը արգելված է։ Մարդկանց հարցում են ամերիկացի ես, ասում եմ Տրամպին ո՞նց ես վերաբերվում։ Եվ կարող է չսպասարկեն։ Եվ սա ցավոք սրտի գալիս է նրանից, որ մարդիկ կրթություն չունեն, քարտեզ չգիտեն, պատմություն չգիտեն, ոչ էլ ուզում են սովորեն։ Պարոն Սարգսյան, եւս այդ հարցին նորից անդրադառնանք, Թրամփը ուզում է դուրս գալ։ Չի կարա Թրամփը դուրս գա։ Ցամաքային դուք ասիք դա մեծ աղետ կլինի, եթե սկսի ցամաքայինը։ Հիմա երկրորդ ոչ չի սկսվում ցամաքայինը, հակառակը Թրամփը փորձում է փակել այս էջը։ Նրանք հաջողվի դա անել։ Ներսի խնդիրները բերեցիք եւ Իրանի գործոնը։ Իրանի գործոնը հետեւյալն է։ Իրանը ասում է, դե եթե ռեժիմ պետք է փոխվի, մենք համաձայն ենք, ռեժիմ կփոխվի, Ամերիկայում ռեժիմը կփոխվի։ Դուք տեսեք ինչ է կան։ Եվ ըստ հարցումների, ըստ նրա ինչ որ կատարվում է ամերիկյան քաղաքական դաշտում, այո, Ամերիկայում ռեժիմ կփոխվի։ Միանշանակ, որովհետև Թրամփը հիմա հայտարարում է, որ իրան պետք է հավելալ
միլիարդ դոլար։ Ես հիշեցնում որ Doge-ի ժամանակ, երբ Մասկի ստեղծած այդ անհասկանալի բանը ստեղծվեց, ինքը հայտարարում էր, որ խնայել է 180 միլիարդ, իրականում որ ստուգել էին պարզվել էր 18-ը։ Հիմա արդեն 22-ից 27 միլիարդ դոլար ծախսա ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, բացառապես զենքի զինամթերքի եւ այնտեղ պահվող զորքերի վրա։ Ահա ձեզ իրականությունը, որ ամբողջությամբ արտաքին պարտքի մեջ խեղդված եւ Ֆեդրեզերվին ճնշող, որպիսի տոկոսային դրույքը իջացվի եւ այլն, Տրամպը տանում է տնտեսությունը կործանման։ Սա է ամբողջ հարցը, որ եթե դուք պատկերացնում եք Իրանի վիճակը, Իրանը հաղթել է այս պատերազմը, եթե քարտեզի վրա կմնա Իրան անվանումով պետություն։ Ամերիկան արդեն պարտվել է այս պատերազմը, որովհետև սա կամավոր սկսված պատերազմ էր։ Կամավոր։ Ոչ մեկ չէր ստիպում, ոչ մեկ չէր հարձակվում Ամերիկայի վրա, ոչ մեկ նույնիսկ Ամերիկայի դաշնակիցների վրա չէր հարձակվում։ Դուք մենակ եք նայում բանի, Պարսից ծոցի երկրներում Ամերիկայի վարկանիշը մարդկանց դուր է եկել հատակապատահարանքային երկարատափակած փայտից ներքև է։ Բառից բուն իմաստով իրանք հայտարարում են, որ մեզ ծախեցին։ Իրանք համարում էին, որ Ամերիկան, եթե իրանք լավ լինեն, որ ամերիկյան բազաներ լինեն, որ ամերիկյան բիզնեսը գա, ապա Ամերիկան իրանք կպաշտպանի։ Ամերիկան իրանք չի պաշտպանի։ Ես ես ուրիշ թվեր ասեմ, երբ որ Իրաքի վրա հարձակումն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը, մոտավորապես 960-970 հազար հոգի էր։ Նույնիսկ այդ պարագայում առանց ՆԱՏՕ-ի կոալիցիայի, այսինքն առանց բրիտանացիքի, բոլոր նրանց ում Տրամպը ասում է իրանք պետք է չլնեին, իրանք երկրորդ գիծ էին, իրանք մեր հետ չէին, սուտ է խոսում ակնհայտորեն, անգրագետ է եւ անշնորհակալ, ինչի մասին որ նորդիկ երկրները հայտարարեցին այս վերջերս, երբ որ Դանիայի վարչապետը ասաց, այն աշխարհակարգը վերջացել է, Ամերիկան այլևս ոչ մեկ է։ Մենք Ամերիկային էլ հաշվի չենք առնում։ Ունդեղ կանգնած էր նաև Կանադայի վարչապետը, դա պետք է հասկանալ, ինչ մակարդակի է հասել Ամերիկայի վարկանիշը։ Ցավում եմ, բայց դա տենց է։ Եթե դուք ընտրում եք ծաղրացուի, պատրաստ եղեք, որ ձեր կյանքը դառնում է կրկես։ Ձեզ ոչ մեկ բան չի անելու։ Այդ կոալիցիայով հանդերձ 940 հազարանոց ամերիկյան զորքով իրանք մտան Իրաք։ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարեց, որ Իրաքի պատերազմը կարժենա բյուջեին 40 միլիարդ։ Գիտեք ինչքան եղավ։ 2008-ին հաշվարկը ցույց տվեց 8 տրիլիոն։ Մինչև հիմա դուրս չեն եկել, մինչև հիմա 16 տրիլիոն փող են ծախսել Իրաքի վրա։ Հիշեցնում եմ, Իրանը Իրաքից 3 անգամ մեծ է։ Կալիֆոռնիայից 4 անգամ մեծ է։ Եվ այնց չի, որ դու ունես ստեղից պայթած Սիրիա, անդեղից չգիտեմ ինչ որ Թուրքիա, եւ դու ունես չէ, Իրան դու որ մտար, անդեղից Աֆղանստանը։ Աֆղանստանի բնակչության 1/3-ը իրանք այլ տիպի, բայց պարսիկ ժողովուրդ են։ Փուշտունները իրանք պարսկական արմատներ ունեն։ Քրդերի գործոնն են փորձում Քրդերի գործոն, մի բան էլ պետք է ասեմ, շնորհակալություն որ հիշեցրեցիք, շատ կարևոր է։ Մի հավատացեք ամերիկյան ունկնդիրներին եմ ասում։ Մի հավատացեք, երբ որ ձեզ ասում են, որ իրանք բոլոր թիրախները ոչնչացրել են, Իսրայելը եւ Ամերիկան։ Ոչ։ Քարտեզ վերցրեք եւ տեսեք, որ ոչնչացված են բացառապես այն թիրախները, որոնք գտնվում են Իրանի արևմտյան սահմանին մոտիկ։ Եվ կրկնում եմ, Իրանը ավելի մեծ է, քան ամբողջ East Coast-ը եւ Կալիֆոռնիան միասին վերցրած։ Այն խորքը, որ Թեհրանից դեպի արևելք է, ոչ միայն չեն հարված է, այլ F-35 են կորցնում, երբ որ մտնում են։ Եվ stealth տեխնոլոգիան, որը 90-ականների 2000-ականների սկզբին ինքը բավականին լուրջ եւ բաներ, ինքը շատ վաղուց կա, մի մոռացեք, որ Չինաստանն էլ է հայտարարել, որ ինքը stealth տեխնոլոգիա ունի։ Չինաստանը Իրանի մտերիմ ռազմական գործընկեր։ Պարոն Սարգսյան, ինչ ուժեր ունի Միացյալ Նահանգները, որը կարող է կոնսոլիդացնել Միացյալ Նահանգներ Իսրայել, այո, այդպես երևի ճիշտ կլինի, որը դեռևս չգործարկված է, բայց կարող է հնարավոր է կոնսոլիդացնել։ Խոսքս գնում է
դե տեսեք, Ինջերլիկի բազան են ուժեղացրել ՆԱՏՕ-ն, նա ունի արդյոք կան ուժեր, որոնք դեռ չեն գործարկված, եւ Ուժեր ռազմական։ այո, ռազմական, եւ մյուս կողմից երկրներ, որոնք այնուամենայնիվ կմիանան եւ նրանց կողքին կլինեն։ Եվ նույն հարցը Իրանի կողմից։ Իրանը դեռ մենակ է, Իրանը մենակ չի։ Այս երկու, այո, Իրանը նոր խաղացողներ կմտնեն, թե ոչ։ Իրանը գնում է գերիլայի։ Այդ մենակա թե մենակ չի, կապ չունի։ Իրանը պայքարում է ոչ թե որպես պետություն։ Իրանը պայքարում է որպես բան, գերիլա, պարտիզանական շարժում։ Ինքը Վիետկոնգ է, եթե ուզում եք։ Այսինքն կապ չունի դու ինչ կոչնչացնես պետականության տեսանկյունից կարևոր ենթակառուցվածք։ Ինքը գերիլայի է գնում, ինքը Վիետկոնգ է։ Ինքը 100% հաղթելու է այս պատերազմը։ 100%։ Անկախ ամեն ինչից եւ պետք չի ասել, որ այնտեղ ընդդիմություն կա։ Վիետնամը կիսված էր, հարավային Վիետնամը պրոամերիկյան էր։ Հարավային վիետնամացի կռվում էին Վիետկոնգի դեմ։ Դա անենց չի, որ այնտեղ ամբողջական մի ազգ էր, մի բանակ էր, չէ։ Ուղղակի գերիլա է։ Իրանը գնում է որպես Վիետկոնգ, նախ, ինքը մենակ չի։ Երկու, ինքը ստանում է Չինաստանից տեխնոլոգիաներ եւ մի ստացել էր, ստանում էր եւ ստանում է։ Ինքը Ռուսաստանը իրան բան չունի տալու, ինքը տեխնոլոգիապես ավելի առաջադեմ է, քան Ռուսաստան։ Ռուսաստանի հիմնական զենքը, որով ինքը հիմա ռմբակոծում է Ուկրաինան, շահեդը, այդ Իրանի 10 տարի առաջվա դրոնն է, որը ինքը ասենք շատ հանգիստ տեխնոլոգիան տվել է։ Ինքը հիմա ավելի զարգացած բաներ ունի, ինքը ավելի հետ է։ Բայց այն որ ինչ-որ մեկը կանգնի Իրանի կողքը, ոչ, եւ դա պետք էլ չի, որովհետեւ դա կառաջացնի հարցեր։ Հիմա դա պետք չի իրանք շատ հանգիստ տեղավորված են դրա մեջ։ Էլ եմ կրկնում, իրանց մոտ 1 միլիոնանոց միլիտարի, պարամիլիտարի, այսինքն զինված եւ բանակային եւ ենթաբանակային, ասենք ասենք, ուժեր կան, որոնք պատրաստ են կռվել։ Ու իրանք դեռ չեն սկսել, իրանք դեռ կոնվենցիոնալ պատերազմ են տանում։ Հութիները Հութիները իրանց հերթին, բայց հութիները ասենք բան չեն, հարց չեն լուծում։ Իրանք մաքսիմում կարող է Կարմիր ծովի այդ բանը փակեն։ Ու դա էական չի, Իրանը հարվածեց։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ եւ Իսրայել։ Ուրեմն Միացյալ Նահանգներ եւ Իսրայել զույգին ոչ մեկ աշխարհում չի միանա։ Ինչի մասին Թրամփը հայտարարեց այսօր, ասեց, ասեց որ ես դուրս եմ գալիս, Իսրայելը թող իր հարցերը լուծի։ Իսրայելը ցեղասպանություն գործող ըստ Իսրայելի պաշտպանության պաշտպանության նախարարի եւ բանակի հրամանատարի, որը 2024 թվականին Ջերուսալեմ Post-ին տվել է հարցազրույց եւ այդ հարցազրույցում ասել է, որ մենք, այսինքն Իսրայելը, գործում է մարդկության դեմ հանցագործություն, անում ենք էթնիկ զտում եւ մեր գործողությունները կարող են դիտարկվել որպես ցեղասպանություն։ Ասել է մարդը, հրապարակվել է բոլորին հայտնի է, կարող եք ման գալ։ Սա այնա ինչ որ Իսրայելն է։ Այսօրվա դրությամբ Իսրայելը իր ագրեսիվ եւ անպատասխանատու վարքով, օրինակ Իրանին պատկանող հարավային Պարսին հարվածով, որը չհիմնավորված էր, չպահանջված էր, որ այդ հարավային Պարսից գազը գնում էր բացառապես Իրանին։ Այսինքն ինքը ընդհանուր առմամբ ապահովում էր օրինակ, չգիտեմ, Իրանում հոսանք, տաքություն եւ այլն եւ այլն։ Թրամփը համենայն դեպս ասաց, ես ընդհանրապես մենք այո, Թրամփը, որովհետեւ Թրամփը գիտի, որ դա ռազմական հանցագործություն է 1 Երկու, Թրամփը գիտի, որ Քաթարի շեյխերը, այս ամենամեծ խողովակը կվերստեն, կգան ու կառլեն ինչ կանեն, Թրամփին եւ Կուշներին, որովհետեւ իրանք թե առաջի կադենցիայի ժամանակ եւ թե հիմա միլիարդներով փող են տվել Թրամփին, Թրամփի տղեկին, Թրամփի փեսուն, որ իրանց բան չլինի։ Քաթարը հիշեցնեմ, որ զբաղվում էր միջնորդ էր Ամերիկայի եւ Տալիբանի մեջ։ Հեզբալայի եւ Իսրայելի միջև եւ Ամերիկայի, Համասի եւ Ամերիկայի, Քաթարն ապահով է, որ այդ հրեական բաներին, հոստիչներին, պատանդներին վերադարձնի։ Ինքն ապահով է։ Եվ ավտոմատ կերպով Քաթարը մութ չի, Քաթարի շեյխերը ապուշ չեն, իրանք գիտեն ով հարված է։ Այսինքն Իսրայելը փաստացի, այն որ հին հայերենով կոչվում է բան, պատստավկա է արել։ Ինքը հարվածել է հարավային Պարսին, այն պարագայում, որ Իրանը ամենաառաջի օրվանից ասել է, ես հարվածում եմ ամերիկյան բազաներին, բայց չեմ հարվածում իմ հարևաններին, նավթային բաներին։ Դե հիմա որ պատստավկա է արել, Իրանը հարվածել է, Քաթարը տուժել է, Սաուդյան Արաբիան տուժել է,
Էմիրությունները տուժել են, եւ սա ավտոմատ կերպով բերում է նրան, որ էմիրություններում եւ թագավորություններում տեղի բաներում, ասենք, միապետություններում ստեղծվում է շատ լուրջ հարց. արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են, ունակ են եւ ցանկություն ունեն ապահովեն ընդհանրապես ինչ որ միտեղ, ինչ որ անվտանգություն, որովհետեւ Հորմուզի նեղուցքը, որ ուզում է ինքը բացի, հետո ասում է, գիտեք ինչ կա, դե եվրոպացիք թող գան բացի։ Եվրոպացիք էլ իրան միջնամատ են ցույց տալի, ասում են, քո պատերազմն է, մեր պատերազմը չի։ Ոչ հարցրել ես, ոչ խորհուրդ ես հարցրել, ոչ ասել ես երբ ես խփում, ոչ ասել ես երբ ոնց ես դուրս գալու տեղից։ Հիմա ինչ դարավ դու շիլան էփել ես, մենք պետք է օփենք, չէ։ Դու ես արել, դու էլ տակից դուրս արել։ Համաշխարհային տնտեսությունը խեղդվում է։ Միանշանակ։ Եվ այդ դրա մեղավորը, ինչու եմ ես ասում, որ Ամերիկայի եւ Իսրայելի կողքը ոչ մեկ չի կանգնի։ Սա գիտեն ով է մեղավոր։ Բոլորը։ Եվ այդ զույգով ԱՄՆ պլյուս Իսրայել ոչ մեկ, եթե մեջքից չբրտեն, որ ձորը ընկնեն, հաստատ չեն օգնի։ Դրա համար Տրամպը պետք է հանձնի Իսրայելը, ասի ես գնա ինչ ուզում ես արա, ես դուրս եմ գալիս։ Սա ավտոմատ կերպով, բայց ինչ պետք է լինի։ Տրամպը տենց էժան չի բրցնի։ Եթե ինքը շարունակի հոբ տրամադրել Իսրայելին կամ ապահովել Իսրայելի օդային անվտանգությունը, իրան չեն թող ինքը դուրս գա։ Ամբողջ տարածաշրջանում, ասենք, կարող է մի հատ հյուպատոսություն չթողեն Ամերիկան։ Ամբողջը տրակացնեն։ Դե ձեզ կպատասխանեն, որ Ամերիկան այդքան խեղճ չի, Ամերիկան դեռ ամբողջ այսպես բոյով չի կանգնել, բոլոր Ամերիկային ոչ մեկ բազա չի տալիս։ Ոնց կանգնի։ Դա հակառակ տեղն, հասկանում եք, այդ մեր ժամանակային գոտին է։ Դե հենց դրանից են վախենում, որ գուցե լինի շատ ավելի լարում, ավելի մեծ էսկալացիա լինի։ Մեծ էսկալացիա, փոքր սրանց մեծ էսկալացիան արդեն մենք ենք սկսում մտածել մեր մասին։ Միջուկային զենքի կիրառումն է։ Միջուկային զենքի կիրառում։ Ու դա Իսրայելը պաշտոնապես ունի տենց դոկտրին եւ շատերը ասում են չնայած Իսրայելը չունի միջուկային զենք, բայց ինքը կխփի։ Որպես ծայրահեղ միջոց, անվանելով։ Որպես ծայրահեղ միջոց չէ, իրանք հոգեկան հիվանդ են։ Լավ։ Սրա այս պատմությունը մենք դիտարկում ենք նաև այդ ամբողջ վերլուծությունը նրա համար էր նաև իհարկե իրավիճակին մենք ներկայացրեցինք իրավիճակը։ Եկեք բարձ բան անենք, հա, տեսեք, միջազգային տնտեսության վիճակը վատ է, միջազգային տնտեսությունը կապված է նավթից։ Բոլորը ասում են նավթ, գազը հարվածեցին գազ, օքեյ, բայց ավելի կարևոր հարց կա։ Ասեք։ Միջազգային շուկայի շուկա մատակարարվող պարարտանյութերի 30%-ը ձևավորվում է եւ արտադրվում է այնտեղ։ Սա ավտոմատ կերպով բերում է սով, որտեղ Աֆրիկան երկրներում, Աֆրիկայում, Բրազիլիայում արդեն դեֆիցիտ կա, այն երկրներում, որոնք մեծ թվով չունեին, ասենք, ֆինանսական միջոցներ, որ պաշար պահեն։ Սա բերել է նաև նրան, որ երեք թե այսօր չեմ հիշում, Տրամպը Բելարուսի վրայից հանել է բանը, պատժամիջոցները։ Այսինքն, այս ամբողջ շիլան, որ էփել է Բիբի Նետանյախուն, բերում է նաև եւ առաջին հերթին, որը մեզ է հետաքրքրում, մենք եվրոպացի ենք, մեծ հաշվով, ես վստահ եմ, որ Իրանը այս պատերազմից դուրս կգա որպես աղտող, դրա համար ինձ մեկը անդեղ ինչա։ Շատ ցավում եմ, որ մարդիկ են զոհվում, թե Իրանում, թե Իսրայելում, բայց հասարակ քաղաքացիներ, բայց ես գիտեմ, որ այս պատերազմի վերջը հաստատ ի վնաս Իրանի չի լինելու։ Ուղղակի գիտեմ, պատմություն գիտեմ, քարտեզ գիտեմ, սոցիոլոգիա գիտեմ, որովհետև ինձ անհանգստացնում է ուկրաինական պատերազմը, որտեղ Ռուսաստանը ստանում է ֆանտաստիկ առավելություն Տրամպի գործողությունների շնորհիվ, որտեղ նավթը նորից բարձրացել է 118։ Ինձ հետաքրքրում է իմ եվրոպական գործը այն է, որ բունկերային առնետ տականք Պուտինը փող է աշխատում, որովհետև Բիբիի խելքին փչել է Տրամպի խելքը ուտի, որ հարձակվեն Իրանի վրա։ Ռազմական հանցագործ Բենյամին Նետանյահուն, ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինին պասա տալիս, նավթի գներ։ Ամենամեծ եւ ամենասենց բանը այն է, որ ինչ-որ ռուսախոս լիբերալներ կան, որոնք պրոուկրաինական են, բայց որոնք ասում են ապրի Իսրայելը։ Այստեղ մոտ գալիս է, որ չենք հասկանում, ասում տղեկ, բայց ոնց որ Ուկրաինան առաջինը դուժում դրանից, նկատում եք թե չէ։
սկսում են Տրամպի պես գցել իրանց դոդի բաղջիկը պեչենու ծառերից բուլկի քաղել։ Պարոն Սարգսյան, գովազդ ենք հայտարարում եթերում։ Այո, իհարկե, գովազդը շատ կարևոր է, առանց գովազդի չի լինի։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, տեսնում եմ հեռախոսազանգերը, կանդրադառնանք նաև ձեր հարցերին, սիրով։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք պարոն Կարեն Սարգսյանի հետ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ, վերլուծաբան։ Պարոն Սարգսյան, ունենք հեռախոսազանգ։ Փորձենք ընդունել։ Այո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Այո, լսում ենք ձեզ։ Սիմիատ հարցն եմ պարոն Սարգսյանին։ Տեսեք, պարոն Սարգսյանը շատ լուրջ վերլուծաբան է։ Պարոն Սարգսյան, ուղղակի սիմի հարց, ինչ իմաստով այդքան երկար խոսել հարցերի, որոնք տեսած Հայաստանի բանից Հերո են, հա? Հայաստանին չեն վերաբերում։ Մեզնից ոչինչ կախված չի։ Ավելի լավ չի հիմա խոսվի այն մասին, թե մենք ինչ վիճակի մեջ ենք։ Նոյատաբանն իհարկե պետք է ասենց ինտիգային հարցեր տալ, եւ այլն մասած բացել, բայց եկեք ավելի լուրջ խոսենք։ Ավելի լուրջ, եղավ։ Ավելի լուրջ հարց։ Սրանից լուրջ հարց չկա, ես միշտ դեմ եմ եղել դիտարկել Հայաստանը որպես գնդաձև ձին վակուումի մեջ։ Մենք չենք կարող ապրել այնպիսի տպավորությունը կամ այնպիսի համոզման, որ ոչինչ չի կատարվում։ Սա մեր տարածաշրջանն է, հարգելիս, եթե ձեզ թվում է, որ դա Հայաստանից հեռու է կատարվում, դուք սխալվում եք։ Հրթիռները, որոնք ընկնում են Արտեբիլում կամ հրթիռները, որոնք ընկնում են Թավրիզում կամ հրթիռ, որոնք իմ սահմանին մոտիկ են ընկնում։ Հրթիռ կա, որ իմ սահման իրանական կամ իսրայելական դրոնը տենց էլ չհաստատվեց, որը խփել է Նախիջևանին, ինքը կներեք Երևանից 60 կիլոմետրի վրա է։ Համաշխարհային պատերազմի մի դրվագ գնում է իմ սահմաններին կից, եւ այդ պատերազմը ունի շատ կոնկրետ սկիզբ, չունի վերջ, այլանդակ վիճակ է ստեղծում տարածաշրջանում, այդ թվում բնապահպանական աղետներ են ստեղծվում, որտեղ վնասվում են նավթային պահեստներ, վնասվում են քիմիական արտադրություններ, այդ ամբողջ քամիները, ատոմական, այնտեղ այո, միջուկային բաներ կան։ Մեզ մոտ հիմնականում, եթե տեղյակ չէ հարգելի հեռուստադիտողը, քամիները գալիս են հարավից։ Մեզ մոտ Թեհրանից եւ բանից քամիներ են գալիս են sense Նախիջևանով մտնում են եւ մտնում են Արարատյան դաշտավայր Տապաստաններով, այնպես որ մենք որ խոսում ենք դա մեզ վերաբերվող հարց է, դա նենց չի որ մեզ չի վերաբերվում։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Այո, բարև ձեզ, Տիկին Գայանե, բարև ձեզ պարոն Սարգսյան, ողջունում ձեզ հրավեր Գլենդելից, այո, Իրանը շատ կարևոր է այդ թեման եւ հետեւաբար կարևոր է որ չլինի ապատեղեկատվություն այդ առումով։ Իդեպ պարոն Սարգսյան, ձեզ ուրախացնեմ, կարծում եմ միգուցե համաձայնվեք Ուկրաինան բավականին շահում է այս պատերազմից, նրա դրոնների պահանջարկը կտրուկ ավելացել է արաբական այդ երկրներում եւ հնարավոր է այլ տեղեր։ Եվ իդեպ հիշեցնեմ, որ մեր մոտ Ամերիկան նավթ արդյունահանող երկիր է եւ մեր ընկերությունները բավականին շահում են այս ամենից։ Մեր մոտ Կալիֆոռնիայում թանկացել է մի փոքր, բայց այդքան էլ վատ չի։ Ու ես նաեւ պնդում եմ, ինչպես առաջ Ամերիկան չի դարձել ամենահզոր երկիրը տգետ նախագահ ունենալով կամ ինչ-որ Նեթանյահուի վասալը լինելով, ես խորհուրդ կտայի բոլոր վերլուծաբաններին Հայաստանաբնակ այս կարևոր հարցը քննարկել եւ Դինգայանը դուք կարող եք հարցը բարձրացնել, թե որքան կարևոր ահռելի նշանակություն ունի Իսրայելը ամբողջ արևմուտքի համար։ Միգուցե պարզի, որ Իսրայելն է մեր ուզածը անում։ Բայց իմ հարցը այստեղ ռազմական հանցագործությունների մասին է ձեր նշած, այո 160 աղջիկների ողբերգական է, նրանք օգտագործում էին որպես վահան այդ իրենց հանցագործ ռեժիմի այդ Սուտա շատ բարի, եթե սուտ է միանշանակ սուտ է, որում ամերիկյան կողմն է ասում, որ սուտ է դաբլ թափ է եղել տամագակներով Լավ, մեկ վարյան Շարունակեք Այո Շնորհակալություն Եթե սուտ է դժիրը կարող է վերջը պատասխանել, բայց այն կառուցված էր իսլամական հեղափոխության այդ բազայի վրա, միգուցե նախկին բազա էր, բայց լեգիտիմ խելացի մաս այդպիսի բան չի անի։ Բայց մի կալ չի եմ ցանկանում զարգացնել պարոն Սարգսյան 160 աղջկա հետ կապված 40,000 ըստ շատ տվյալների 30-ից 40 Ոչ մի ապացույց բացի Իսրայելի հայտարարություններից Լավ, մեկ վարքյան, պարոն Սարգսյան, այդ բոլոր փաստարկները, այո, այդ բոլոր փաստարկները բերվում են, միշտ բերվում են, այո, շարադրեք։ Շարադրեք, այո։ Եթե ձեր հյուրը թույլ տա, ես կվերջացնեմ։ Այո։ Ինչպես դու հաղորդավոր դուք եք, ոչ թե պարոն Սարգսյանը։
Չէ, սա ժամանակից եք տանում, կներեք, չէ, ամեն Դատարան ինչ չի, իմ ժամանակից եք տանում, կեղծ տեղեկություններ եք տարածում։ Չէ, Ես պարոն եթերում Սարգսյան, նստած։ Պարոն Սարգսյան, ես ոչ թե ձեր Շարունակեք։ այլ Նոյան Տապանի Շարունակեք, դուք չեք կարող։ հերոստատիտող ջան, շարունակեք, եթե Այո, կարող եմ շարունակել։ ասելիք ունեք դեռ։ Հաց կա, թե բենակ հայտարարություններն են։ Դուք հնարավորություն կունենաք պատասխանելու։ Այո։ Այս հաղորդումը միայն մեր երեքի համար չէ, նաև հերոստատիտողներն լսում, դրա համար ապատեգատությունը պետք է կընդհատվի։ Այո, ասեք։ Կատարում եք մի ռեժիմի, պարոն Սարգսյան, որը կոտորում է 30-ից 40 հազար մի քանի օրվա ընթացքում իր բնակիչներից եւ որի բնակիչները Ես ինչ եմ անում այդ ռեժիմին։ Ներողություն խնդրում եմ։ Ինչ եմ անում այդ ռեժիմին։ Ինչ է անում պարոն Սարգսյանը, չլսվեց, սատարում է, ինչ ասեցիք։ Այո, չլսում որտեղ պարոն Սարգսյանը խոսում է։ Չէ, ինչ եմ անում։ Մի րոպե, պարոն Սարգսյան, նորից եթե կարելի է այդ ձեր վերջի միտքը, ինչ է անում պարոն Սարգսյանը, ասեցիք դուք։ Արդյոք պարոն Սարգսյանը, խնդրում թույլ տվեք ավարտել։ Այո։ Արդյոք նա սատարում է մի ռեժիմի, որը սպանում է 30-40 հազարի բնակիչի, որի բնակիչները այդ իրանցիները ձեր երկիր գալով, ներողություն թույլ տվեք վերջացնել, ձեր Հայաստան գալով, նրանք ովքեր համարձակություն ունեն խոսելու, սատարում են ռեժիմի փոփոխությունը։ Դուք, պարոն Սարգսյան, սատարում եք նման ռեժիմի, հանցագործ ռեժիմի, Եղավ, շնորհակալություն։ Հարցը պարզ է, հարցը պարզ է։ Ես չեմ սատարում ոչ այն ռեժիմին, որը 30-40 հազար հոգի սպանում է, ըստ իսրայելական տվյալների, որովհետև մենք ապացույց չունենք, որովհետև մենք ունենք թվեր, որոնք հրապարակված են բացառապես իսրայելական մամուլում, այնուհետև գնացել են Դե 2-3 հազարն էլ, որը Իրանն է տալիս, դա էլ թիվ է, դա էլ մարդիկ է։ Միևնույն ժամանակ ոչ մի ռեժիմ իրավունք չունի իր քաղաքացու հանդեպ զենք կիրառի, առավել եւս, եթե դա խաղաղ բան է։ Ես ոչ այդ ռեժիմին եմ սատարում, ոչ սատարում եմ Գազան հողի հետ հավասարացած ռեժիմին, որը ըստ բոլոր հնարավոր աղբյուրների առնվազն 15000 երեխա սպան է Գազայում։ Սա մեկ։ Եվ հենց այս հանցագործությունների համար Հաագայի միջազգային տրիբունալը ճանաչել է Բենյամին Նետանյահուն եւ իր կառավարության առնվազն 2 նախարարի որպես ռազմական հանցագործ եւ ուզում է քննությունը շարունակվի։ Սա մասն է խոսքը։ Այսինքն, եթե իշխանությունը ցանկացած երկրի համարում է, որ իր քաղաքացիները արժանի չեն ոչ մի իրավունքի, արժանի չեն պաշտպանության եւ իրավունք չունեն ինչ-որ բաների եւ սկսում է ուղակի կրակել այդ մարդկանց վրա եւ սպանել, ես այդ ռեժիմի ոչ թե չեմ սատարում, այլ ընդհանրապես շատ վատ եմ վերաբերվում, ինչպես նաեւ Ռուսաստանին, ինչպես նաեւ IC տնօրենին, որը որ ոնց էր անունը, այդ չգիտեմ, նոա, չգիտեմ ինչ որ հանեց Տրամպը վախեց, որ Մինեսոտայում 2 հոգի սպանել է, ինձ համար տարբերություն չկա, 2 հոգի, 2000, 30000, եթե կա պետական իշխանություն, որը համարում է, որ ինքը կարա քաղաքացու վրա կրակի, ինքը հանցագործ է։ Հիմա եթե ինքը կրակում է ոստիկանության ուժերով, ինքը քրեական հանցագործ է։ Եթե ինքը կործանիչներով է տարակացնում, ինքը ռազմական հանցագործ է։ Ահա եւ ամբողջ տարբերությունը։ Ես ոչ մեկին չեմ սատարում։ Սա պետքա պարզ հնչի, որ մարդը պետքա ունենա արժանապատվություն։ Եթե դու մի անգամ ասել ես, որ ես ազատությունների կողմնակից եմ, անկախ ամեն ինչից, անկախ նրանից դուք ինչ կրոն եք դավանում, ոնց եք անում եւ ինչ եք անում, քաղաքացին իրավունք ունի բողոքի ակցիայի դուրս գա, ոչ մեկ իրավունք չունի իր վրա կրակելու։ Դա ինչ որ շատ հանգիստ ընկալելի բան է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ես մեր հարգելի գործընկերը կամ դիտորդը այսքան խոսեց ու չասեց, որ Տրամպը Մինեապոլիսում 2 հոգի մարդ է սպանել տվել, հետո էլ ասելա, որ լավ են արել, հələ առանց սпасելու էլ մի հատ էլ հայտարարել է իրանց ոնց է դոմեստիկ տերորիզմի ներկայացուցիչ, հետո ներողություն խնդրելու փոխարեն ընդամենը այդ հայտարարությունը անողին աշխատանքից հանելա, այդ աշխատանքից հանելուց տարելա ուրիշ պաշտոնի։ Կներեք, ես այտենց երկրում ապրել եմ։ Փառք Աստծո, էլ այդ երկիրը չի, որ մարդասպանին հանում են, որտեվ դե հասկանում են արդեն ժողովուրդը հեսա տարակում է, հանում են տանում են ուրիշ խախանդ պաշտոնի, էլի փող են տալի։ Ես ուզում եմ, որ մեր այս հազգելի հերոստատիտողը հասկանա մի հատ աչքերը բացի, տեսնա ինքը ինչ երկրում է ապրում։ Ամերիկան նավթ արտահանող երկիր է եւ իրանց ընկերությունները լիքը փող ունեն։ Շնորհավորում եմ ձեզ։ Ուրեմն լուրջ երկրներում
որոնք իրանց քաղաքացիներին հետևում են, այդ նավթային փողերը, չեմ ասում Նորվեգիան, լավ, բոլոր մնացած երկրներում, օրինակ կրթության համար բան չեն անում, միջին ամերիկացին ով ուզում է կրթություն ստանա $47,000 վարկա հավաքում վզին։ Դուք նիֆ նավթի տների մեջ ապրում եք, որը բանը մորգեջ եք վերցնում 30-40 տարով, չնայած այդ տան կյանքը 20 տարի է։ Դուք սաղ կյանք պարտք եք կորպորացիաներին, այդ կորպորացիաներն են հիմա փող աշխատում։ Չէ, մեր թեմայի հետ կապ ունի, որովհետև ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սենց բան, չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրիշների պես երկիր են, ինչպես նաև Իսրայելը։ Ոչ մեկը ոչ մեկից չի տարբերվում, բոլորը Միացյալ հավասար են։ Նահանգների հարցը չէր, այստեղ այո, մենք Ջո Քենթի հարցը բարձրացրեցինք, որ մարդը դուրս է եկել, հրաժարական է տվել եւ ինչ է ասել է իմ խիղճը թույլ չի տալիս աջակցել նրան, ըստ երևույթին Թրամփին, Իրանի հետ պատերազմին։ Այսինքն այստեղ կա խնդիր, այստեղ սատարելու չսատարելու հարց չէ, երբ որ ձեզ մեղադրում են, ասում են կամ այս դրվագով ասացին դուք սատարում եք, երբ որ վերլուծություն է գնում, արդյոք այստեղ այս կամ այն ուժին սատարելու հարց են քննարկում, թե քննարկում ենք հարց ինչպես պատահեց, որ Միացյալ Նահանգները, դա միայն Թրամփը չէ, դա Միացյալ Նահանգները, երբ որ մենք խոսում ենք Թրամփը կարող է դուրս գալ պատերազմից, մենք Թրամփի անունն ենք տալիս, բայց այստեղ ես հարց եմ բարձրացնում։ Միացյալ Նահանգները կարողանալու են պատասխանատվությունը Միացյալ Նահանգների վրա է։ Միացյալ Նահանգները, Կոնգրեսը, Սենատը եւ հետո էլ քաղաքացիները, երբ որ Աստված ոչ արածցե կրակը թեժանա ավելի։ Թեժանալու է։ Իրանը ցանցեր ունի ամբողջ աշխարհում։ Իրանը ցանցեր ունի։ Մենք չենք ուզում այդ հարցերը հիմա քննարկել, որովհետև մենք հիմա քննարկում ենք ոնց ինչ ճանապարհներ կան, որ այս կրակը ինչքան հնարավոր է շուտ մարվի, որպեսզի չտարածվի ամբողջ մեր տարածաշրջանով։ Եվ տվյալ դեպքում Տեսեք, եկեք թույլ տվեք շատ երկար, ես չեմ սիրում, որ ես գալիս եմ հարցազրույցին, ուրիշները իմ ժամանակը տանում են։ Եկեք մի բան ասեմ։ Այսօրվա դրությամբ մենք ինչ ունենք այս պատերազմի հետևանքով։ Մենք այս պատերազմի հետևանքով ունենք Իրանի արևմտյան մասում ոչնչացված որոշ գործարաններ, հրթիռների մի մաս, ոչնչացված Տեհրան, մասամբ ոչնչացված Իսֆահան, արդեն իսկ ոչնչացված հարավային Պարս, այսինքն նավթից կտրված գան, բայց այն ռազմավարական հաղթանակը, որը Իրանը այս պահին ունի, դա երկուսն է։ Աշխարհը չի կանգնում Ամերիկայի եւ Իսրայելի կողքը, այսինքն աշխարհը համարում է, որ բարոյապես այս պատերազմը Ամերիկայի եւ բանի կողմը չի, դա մեկ։ Եվ երկու, Հորմուզը փակ է։ Եվ ամենակարևորը ինչը երևի մեր դիտորդները Ամերիկայում առնվազն չգիտեն, Հորմուզով դուրս են գալիս հանգիստ իսպանական նավեր, հնդկական նավեր, չինական նավեր, իրանական նավեր, Ֆրանսիան եւ Իտալիան վարում են բանակցություններ, որպեսզի իրանց նավերն էլ հանգիստ դուրս գան, որպեսզի խնդիր չառաջանա։ Հասկանում եք, ստեղ հարցը նրանում է, որ մարդկանց դուր չի գալիս, որ իրանց հայրենիքը թողել են, գնացել են ապրում են Ամերիկայում, հիմա պարզվում է, որ այդ Ամերիկայում, որ իրանք ապրում են, այդ այն չի, որ սենց ես իմ բան, հույ, բոլորը վախում են, բոլորը հարգում են։ Մի մասը վախում է, հիմա ոչ մեկ չի հարգում։ Խոսքը գնում է տվյալ պահին, տվյալ օպերացիայի շրջանակներում։ Բայց ոչ, Տիկինգայանը սխալվում եք։ Ասեք։ Հասարակական կարծիքը տենց չի, սա առաջի օպերացիան չի։ Սա առաջինը չի, որտեվ առաջինը, երբ որ Տրամփը սկսեց, դա Ուկրաինայի օգնությունից հրաժարվելն էր, քանդելով արևմտյան կոալիցիան, հետո տարիֆները, հետո բոլորին հերթով վիրավորելը, հետո Էփշտեյնի ֆայլերը բոլորը փորձում են մոռանալ, որ Էփշտեյնի ֆայլերում Տրամփը մոտավորապես 1 միլիոն անգամ ընճում է իր անունը, տարբեր ձևերով։ Եվ այս ամեն ինչին գալիս գումարվում է չհիմնավորված եւ որևէ կերպ չդրթված պատերազմ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները անում են հայտարարելով, որ Պուտինի պես 2-3 օրում, ես ուզում եմ հիշեցնեմ, որ պատերազմը սկսեց 2-3 օրով։ Ինքը ասեց մենք առաջի ժամը հաղթել ենք, 2-3 օրով ենք մտել։ Ես դեռևս այն ժամանակ եթերից ասի, եթե հիշում եք, ասի, մեկին ունենք այտենց մի հիմար ճահիճներում նստած 2-3 օրով Կիև էր վերցնում։ Բարև ձեզ, չի ավարտվելու այս պատերազմը, նաև որովհետև իրանք տեսնում են Իրանը, տեսնում է Ուկրաինայի փորձը։ Հիմա նրան ինչ որ վերաբերում է Ուկրաինային ձեռ տալիս, որ դրոնները հարգելիս, այդ դրոների կարիքը Ուկրաինան ունի, Ուկրաինան ամեն օր կա 2 անգամ ռմբակոծության տակ է։
Ու եթե ինչ-որ մեկի թվում է, որ բոլորը Տրամփ են ու մտածում են ոնց փող աշխատեն, ոչ, դուք սխալվում եք։ Ուկրաինան այսօրվա դրությամբ ուղղակի որպիսի աջակցություն ստանա այն երկրներից, որոնց վեճը չի, մասնավորապես թագավորություններից Պարսից ծոցի, որ ինքը հասկանում է, որ իրանց վեճը չի, ինքը իր հոպի ծառայող տղեկից 300 թե 400 հոգի ուղարկի լանդեղ, որ այն երկրները պահեն, ուղղակի որ իմիջ ձեռք բերի, որ ասի ես ներն եմ, ես գիտեմ այդ ինչ վատ բան է, ես ոնց որ սրտիցս, մսիցս պոկում եմ, տալիս եմ, որ ձեզ էլ պահեն, դուք հանգարց իմ օրը չընկնեք, դա երկարաժամկետ հաշվարկ է, որ հետո այդ մարդիկ իրան ինչ որտեղ աջակցեն։ Սրա մասին է խոսքը։ Անենց չի, որ տենց Ուկրաինան այնքան ունի, տենց պահեստները լցրած է, ինքն է հատը 2 միլիոնով ծախում ու լավ անում։ Ոչ, այսօրվա դրությամբ պետրիոտները վերջացել են ձեր հարգելի, իմ կողմից ոչ հարգելի Տրամփի, առավել եւս Նետանյախուի պատճառով։ Վերջացել են եւ Ուկրաինան խնդիր ունի ամեն քաղաքը, ամեն խոշոր քաղաքը խնդիր ունի այսօրվա դրությամբ պահելու։ Իսկ ամենավատը այն է, որ քանի որ քարտեզ չգիտեն եւ տնտեսություն չգիտեն եւ մեծ հաշվով ցավոք սրտի մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները նախքին եւս անգրագետ են, իրանք չգիտեն, որ հրթիռը չի արտադրվում սենց։ Կոֆեի ապարատ չի, որ կոպեկը գցես տեղից հրթիռը գա։ Լավագույն դեպքում լրիվ դրական գնահատականներով տարեկան 600 հրթիռ կարա արտադրի, այնը չի կարա, որտեվ տարեկան 600 երբ որ ասում են, դա Lockheed Martin-ն է, որը այդ խողովակն է արտադրում։ Իսկ գլխիկը արտադրում է Boeing-ը, իսկ Boeing-ը չի ասում ինչքան կարա արտադրի։ Իսկ մենք տեսնում ենք, որ 600 չի կարողանում արտադրել։ Եվ այս ամբողջ հարցերը ամեն օրը 4 տարի է Ուկրաինայում պատերազմա գնում արա, օր-օրի հետևում ենք, չգիտեմ ինչա կատարվում։ Չեք հեքիաթ պատմում, որ բանը։ Մի հատ ուկրաինական հասարակական կարծիքը նայեք, તો իրանք ոնց են վերաբերում նրան, որ իրանց տղեկը փոխանակ Կիևը, Օդեսան կամ Խարկովը պահեն, հելը գնացել են Դուբայ են պահում։ Պարոն Սարգսյան, այս ամենը եւ հերոստատիտողի, եւ ձեր, եւ բոլոր նրանց, ով հետաքրքրվում է այս հարցով, ում հուզում է այս հարցը, որովհետեւ դա զուտ հետաքրքրություն չի, կողքից, հեռվից նայել։ Մեզ համար երկու պատերազմա գնում, երկուսն էլ մեզ համար խիստ կարևոր։ Խիստ խստագույն կարևորություն։ Հիմա բոլորը ծիծաղում են նրա վրա, որ բանալ Դիկոլը կարկանդակ է ուտում։ Հա, ես էլ եմ ծիծաղում, բայց այն օր ընկերներից հետ նստած խոսում ենք, ասում են, լավ, բա ինչ անի։ Դե առաջին զանգը ասեց, մենք ինչու Հայաստանի մասին չեք խոսում, Հայաստանը ոչինչով չի կարող այստեղ ինչ-որ բան օգնել, շարժել, տեղաշարժել։ Ինչ-որ ճապով աջակցի, ինչ-որ ճապով իր համար լուծում գտնի, որովհետև հիմա ես որ ասում եմ, բա ինչ անի որ կարկանդակ, ես գիտեմ ինչա պետք անել, ինքը չի անի այդ քայլը։ Ինչ է պետք անել։ Հիմա այս հարցը հետևյալն է, եթե ոչ մի բան չարվի, այս ոնց որ պատկերացրեք պես բանը, տենց ինչ-որ տարբեր ֆիգուրներ են դրած, ու խաղադաշտը այսենց ծրվում է դեպի բան։ Ընդ որում մի մասը ավելի քիչ է ծրում, ավելի կայուն է։ Հիմա այս կայունի հետ պետք է համագործակցել անկախ ամեն ինչից։ Իսկ մերոնք բոլոր ճիվերը կպածեն ոչ կայունին։ Մերը կպածա Ռուսաստանին, մերը կպածա Իրանին։ Մեզ պետք է այն ճիվը, որը մեզ ուժ կտա։ Մենք ունենք այդ շանսը, հա, Եվրամիության ասոցիացիան փաստաթուղթը տալ, եվրոպական, ասենք, սեպտեմբեր, մայիսի բանկա Եվրոպայի հետ հանդիպում կա 3-4, ասենք, այդտեղ է միակ տարբերակը, որ մենք մի քիչ ավելի կայուն, մի քիչ ավելի կանխատեսելի, չեմ ասում շատ, բայց մի քիչ, որովհետև Տրամփի ուղի, ռազմավարական համագործակցություն Իրանի հետ, օքեյ, շատ շնորհակալ եմ եւ մեր հերոստատիտողը երևի թե չգիտի, ասեմ, որպեսզի իմանան, Հայաստանի Իրանի միջև ապրանքաշրջանառությունը չի կանգնել։ Մենք բանջարեղենը, միրգը, բան Իրանից ստանում ենք։ Մենք գյուղատնտեսական ապրանքները ստանում ենք առանց խնդրի։ Եվ նաև դա է պատճառը, որ ստեղ կրիզիս չկա, սով չկա, որտեղ ուրիշ ոչ մի տեղից չենք ստանում։ Այո, նաև հիշեցնենք, որ դա երկու Եվ մեզ համար երբ որ հարգելի հերոստատիտողը, որը առեթռել է Հայաստանից ու խելոք իր համար տակ լենդելում ես չեմ ընդունում այդ ձևակերպումները։ Ես երկրում եմ ապրում։ Ես ունեմ այս երկրի համար կրիտիկական հարցեր, որոնց մասին մտածում եմ, այո, ինձ համար ավելի կարևոր է Իրանի հետ հարաբերությունների պահպանումը, քան Գլենդելում նստած իմ նախկին հայրենակցի կարծիքը։
Պարոն Սարգսյան, այսպիսով ավարտում եմ այսօրվա Ոչ, լավ բան կա, որ պետք է ասեմ։ ասեք։ Բա, ոչ եք ասում, լավ բան է։ Դե ասեք, լավ բան Տեսեք, այս մեկ բանի- վարքյան, պարոն Սարգսյան, ես շատ Գովազդ։ ոչ, ես վախենում եմ, որ մեր եթերաժամը արդեն ավարտվել է, բոլոր դեպքերում ես հրաժեշտ տամ, մի բան ասեմ, այո, տակ վեճ լինում է, իրարից պետք չի նեղանալ, որովհետև բոլորս սրտացավ ենք, բոլորս մտահոգ ենք նույն հարցի շուրջ, մեր Հայաստանը որպեսի լինի կայուն, որպեսի վտանգից հեռու լինի կամ վտանգը չգա չխեղդի Հայաստանի բնակչությունը եւ ամբողջ պետականությունը։ Ուզում եմ ասեմ, խիստ խոսքեր հնչեցին, պետք չի դրանց այդ շատ խորանալ, կարծում եմ, որ մենք բոլորս միասին ենք, Մենք բոլորս միասին ենք, սա մեր ընդհանուր այո, ուրեմն մեր ընդհանուր մեր ցավերն են, ընդհանուր ցավը եւ մտահոգություններն են եւ շահերն են։ Ես Մենք հրաժեշտ եմ դրանք տալիս պետք է միասին պահենք։ ABC TV հեռուստադիտողներին եւ շարունակում ենք պարոն Սարգսյան ձեզ հետ այդ ինչ որ լավ լուր է։ լավ լուրը չթողեցիք ընդեղ ասել։ Հիմա ասեք։ Տեսեք, մեզ մոտ բավականին մեծ հիմա ակտիվություն կա արտաքին բանի վրա, ես հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը գնացել էր Օման, եւ սա ավտոմատ կերպով բերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերում, կամ փորձում է ձեռք բերել այն, ինչի անհրաժեշտությունը վաղուց կար, այսինքն բանակցային պլատֆորմ։ Եթե մենք կարողանում ենք բերել եվրոպական երկրների ներկայացներին եւ մեզ մոտ գալիս է այդ բանը կասը, որը որ նաեւ հանդիսանում է եվրոպական ընդլայնման այդ բանի։ Մեզ մոտ մի քանի այց ա եղել, որոնք խոսել են վիզաների ազատականացման մասին եւ մեր կենսաչափագրական անձնագրերի աշնանը մտնելուն։ Այսինքն ինչ է ուզում ասել, որ մեզ մոտ այդ գործընթացը, որը տանում է դեպի Եվրոպա, ինքը կանգնած չի։ Իրան պետք է արագացնել, որpիսի ինքը արագանա, մենք պետք է որոշ տեխնոլոգիական եւ ռազմավարական տնտեսական պայմանագրեր Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ կասեցնենք։ Այս մեր հիմնական խնդիրն է, մեր ստայա տանում։ Ինչ ենք մենք հիմա կապված Իրանից եւ Իրանից ենք ստիպված ամեն ինչ բերում, որովհետեւ սա միակ տարբերակն է, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ունի ստորագրած եւ ռատիֆիկացված այդ համաձայնագիրը եւ որպեսզի Ռուսաստանը չնեղանա, մենք ընդդեղիտ ենք աշխատում, բայց կներեք, նեղանումա նեղանա։ Մենք պետք է աշխատենք այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու է, մեզ շահավետ է։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանի ցորենը ավելի թանկ է, քան եվրոպականը։ Ռուսաստանի կատնամթերքը ավելի թանկ է, քան եվրոպականը մեծածախի մասն է։ Սրա մասին ասում են ռուսները։ Անձամբ առանց բանանել ռուսական բանկային համակարգը վարի է գնում։ Այսինքն մեզ համար կրիտիկական է, մենք օր առաջ մի քայլ ավել անենք։ Ինչու՞մն է հիմնական սխալը։ Սխալը նրան որ ասում են եկեք մենք ամբողջը անենք, հետո կկտրենք այս ջիվերը։ Չէ, տենց չի լինում։ Դու պետք է քայլ առ քայլ անես, բանկային համակարգը պետք է կտրես Ռուսաստանի կենտրոնական բանկից։ Հետո պետք է ստանդարտները բերես, հետո սրա արտադրությունը։ Եվ այս ամեն ինչը, ինչն է իմ համար ամենադրականը, դեռևս չնայած 20-րդ օրը պատերազմ է գնում։ Ոչ մի երկրի ղեկավար, որը ասել էր որ կգա, չի ասել որ չի գալու։ Բայց եթե երկարի Եթե երկարի դեռևս։ Այսինքն դեռ մենք ունենք ապրիլ։ Մի ապրիլ ունենք, այո։ Ապրիլ։ Բայց հա, վտանգը կա, չի դադարելու պատերազմ, ուղղակի պատերազմները որ չեն դադարում, իրանք դառնում են սովորական, եթե պատերազմը կդա, նույնիսկ եթե դու կռվում ես։ Այսինքն ինքը սովորական է։ Նենց չի որ, այ որ առաջի երկրորդ օրը լիներ, ասենք, չգիտեմ, լիներ 3-ին, 4-ին, 1-ին, 2-ին հարվածը լիներ, կարող է չեղարկվեր, կարող ասենք չենք գալիս։ Բայց քանի որ արդեն մի ամիս, 2 ամիս գնալու է։ Պարոն Սարգսյան, քանի որ երկարացրեցինք ժամը, մի քիչ մենք ամենասկզբից նախանշել ենք նաև ներքին հարցերին անդրադառնալ, ինչ որ լավ, ընդհանուր հարց տամ, ինչպես եք բնութագրում այս պահը, այս ներկա իրավիճակը։ Հանդիպում է տեղի ունեցել ամսի 19-ին Հայաստանի եւ Եվրամիության պարլամենտական գործընկերության կոմիտեի հետ։ Այսինքն մենք ինչ-որ ամեն օրվա ռեժիմով ինչ-որ գործողություններ ենք։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանն էլ ասեց Վրաստանի գործոնը շատ կարևոր է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին պետք է փոխել։
Դե հիմա եկանք Նիկոլ Փաշինյանին պետք է փոխելու թեման, դա նախընտրականն է, փոխվում է թե չի փոխվում, Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե դուք ինձ փոխեք, այն ինչին դուք մենք այսօր մինչև այսօր հասել ենք խաղաղություն, չգիտեմ, այսա, դա դուք մոռացեք, դա վերջանալու է։ Դասական տրամպիզմը։ Ինչ իմաստով, այսինքն սեփական մեծության մասին ինքնահայտարարությունները ոչ մի լավ բանի չեն բերում։ Դա նշանակում է, որ օբյեկտիվ գնահատականը բացակայում։ Նենց չի, որ ասենք, չգիտեմ, անիմաստ բան է խոսում։ Պատկերացնեք մի իրավիճակ, որ Արարատ Միրզոյանը գա, սկսել են լրագրողներին ծեծել, հա։ Ինչ է խոսում, որ ես գամ, ես լրագրողներին ծեծելու եմ։ Դե ինքը Ինչա խոսում։ Արարատյանը իր թիմից է, դուք Ես ոչ միայն իր թիմից չեմ, այլ ես իր թիմի ամենաառաջի հակառակորդն եմ քաղաքական։ Ես որ գամ լրագրող եմ Հա, ասում ծեծելու։ է ես թույլ եմ տալիս, ճիշտ ասեցիք, խոսքի ազատություն, դուք լրագրողներ ազատ կարողանում եք խոսել, Ես վստահեցնում եմ քննադատել իմ պարագայում լրագրողները շատ ավելի ազատ կխոսեն, նաև կկարողանան խոսեն ըստ միջազգային մամուլի չհերկված Խաչատուր Սուկիասյանի կերած փողերի։ Լավ, ում նկատի ունի ինքը, Քոչարյանին ըստ եթե նկատի Ինքը ունի։ ամբողջ ուժով տանում է խոսակցությունը ներկա նախկին։ Կրկին մոռանալով, որ ինքը 7-րդ 8-րդ տարվա իշխանությունը արդեն 8-րդ։ Մոտարապես այն է, ինչ որ 2016 թվականին հանրապետականը Սերժի գլխավորությամբ։ Ինքը ոչ միայն նախկին, այնքը արդեն տեղ կա մամրակալել է։ Սարդերը ասենց որով մանան գալի, որովհետև ոչ մի չի փոխվում, ինքը չի կարա փոխվի։ Տեսեք, իզուր չի այդ կադենցիաների փոփոխությունը իզուր չի ստեղծած։ Բան անում, կարծրանում է մտածել այդ։ Ինչի ավտոնոմիա ներողություն ավտորիտար երկրներում 20 տարի, 25 տարի։ Հա, օքեյ, մենք չենք ուզում, չէ, ավտորիտար երկիր կառուցենք, դե ես այտենց գիտեի, որ հեղափոխության դուրս եկած մարդիկ, որ ոչ մի ցուցափեղկ չկոտրեցին, իրանք ի վերջո չէին գնում, որ ավտորիտար երկիր կառուցենք։ Եվ ստեղ խնդիրը ոչ թե ավտորիտարության մեջ է, տեսեք, կա սեփական եսի նկատմամբ ոչ միայն ստեղ սերը, այլ ինքը մի մասը ասում է, մի մասը մտածում է, մի մասը սեղանի մեջ միտեղ գրած է, իրան թվում է, որ այդ միակ ճիշտն է, ինչ եմ ասում դասական տրամպիզմ, դա միակ ճիշտ տարբերակն է, ու տեղ կա, որ ինքը գիտակցում է, որ նենց իր արևին նուրբ խաղեր է սարքել, սրան ընդեղ է խափել, նրան ընդեղ է խափել, սրանց ընդեղ է փող ուզել, ընդեղից այդ փողի դիմաց էս է խոսք տվել, որ այդ նրբության մեջ ոչ մեկ չի կարող յոլա գնա, բացի իրանից։ Լավ, աճպարարության մեջ հասարակությունը ինչպես կողմնորոշվի։ Ինչպես կողմնորոշվի հասարակությունը, մեկ կրկեսում հանդես եկող մարդկանց ձայն չենք տալիս վերջակետ, այդ միանշանակ, դրանք ընդհանրապես Դուք արդեն տենց վերաբերվում եք։ Հա, ոչ մի դեպքում, որովհետև դրանք ուղղակի Իվանիշվիլի են, այսինքն իրանք գնում են իրավիճակի վատթարացում, ռազմավարությունը է դա, այսինքն Իվանիշվիլի մոդելը դա է, վատթարացում, մինչև այնքան, որ կոռուպցիայի վերականգնում հասարակ մարդկանց վատ ապրել, բան, ծեծ, ջարդ, բաներ, որ վերջում իրանք նայեն Ռուսաստանին ու ասեն Կրասնոդարի միջին գնչուն ավելի լավ է ապրում, քան իրանք, ու իրանք ասեն եկեք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ։ Սա Իվանիշվիլի եւ բաների եւ այս մոդելը ոչ մի կապ չունի, ինձ թող չսկսեն բացատրել, որ Սամվել Կարապետյանը հայրենիքին նվիրված տղա է։ Ինքը ռուսական օլիգարխ, վերջակետ։ Խնդիրը ստեղ ոչ թե Սամվել Կարապետյանն է, կարա լինի Ֆստյուլ Ֆրանգուլյանը իր փոխարեն, կարա լինի Գրբնչու Բանդարաբիևը, էական չի, Ռուսաստանի մոդելը դա է։ Ինքը բերում է օլիգարխ, ինքը այդ օլիգարխին ուռճացնում, մեծացնում, ցանկացած բան ասում, ինչ ուզում ես ասա, ուզում ես ասա, որ Կիլիկյան հետ ես բերելու, ուզում ես ասա Արցախն ես հետ բերելու, կապ չունի, ինչ ասես, մեկ է, քո խոսքը ասնավանի չի։ Մի տարի հետո սկսվում է տարբեր օրենքներից, որ այս օրենքը պետք է չգործի, այս Լավ, դա Սամվել Կարապետյանն է վերաբերում։ Ունի Նիկոլ Փաշինյանը ունի որպես իր ունի որպես լավագույն ընկեր, ոնց հայտնի ՄԿ 2-3 Ռոբերտ Քոչարյանը լավագույն ընկեր, որը օգնում է Բա ինչքան վաղ տա իրար ընտրելով տգնում են։ Դա նկատի ունեի։ Իհարկե։ 1-2-3-ին էլ Պարոն Սարգսյան, ծեծված հարց եմ տալիս, բայց տալիս եմ այդ հարցը։ Հա, ծեծված է հարցը, որովհետև ամեն անգամ այդ հարցը տալիս ենք, ամեն անգամ կոմենտներում մեկնաբանությունում մարդիկ ասում են, բա հարցս վերաբերում է երրորդ ուժին կամ ալտերնատիվ ուժին, որ մենք էլի նորից Փաշինյան, Քոչարյան եւ հիմա էլ այդ Կարապետյան, այդ Ծառուկյան, այդ Տեսեք,
Ծուղակից դուրս գա ժողովուրդը։ ամենամեծ խնդրեմը է ազգի են, որ տպավորությունա, որ 7 ամս է կան հենց ամվել։ Ժողովուրդ, սպասեք, ժամանակը կգա, կիմանաք։ Ժամանակից շուտ նման հարցեր, սա, ասենք նման է, որ դուք պատկերացնենք պայմանական, որ ես որոշել եմ վասպուրականը հետ բերեմ։ Հիմա դուք ինձ օպերացիայից 6 ամիս առաջ ասում եք, ասա ինչքան զորք ունես, որտեղ է այդ զորքը ելնելու, բա խլատինով է խփելու, բա երբ ես մտնելու վան։ Արա հանգիստ նստեք, սպասեք, ժամանակը գա, դիտորդեք, դիտորդի կարգավիճակում մնացեք, ասենք եթե դիտում եք, եթե սերիալ է ձեզ համար։ Եթե չէ, հայտնի է, տեղը կա, գիտեն ով որ ժամին ոնց է հավաքվում, կա իմ Telegram ալիքը, որտեղ ամեն ինչ գրվում է։ Կա, ասենք ես Չվախեք, հա, չվախեք, այսինքն եթե դուք սերիալ եք նայում, սպասեք մինչև սերիալի վերջի սերիան լինի։ Եթե դուք ուզում եք մասնակցեք, ուզում եք լինեք կոպիտ ասած վրալյախ, ձևերը կա մեզ միանալու։ Ինչ եք կպել, ով է, ինչ է, ոչ մեկ է, վсё, չկա, բրծավ։ Ինչ եք անելու։ Ինձ միշտ այդ հարցն է հետաքրքրել, բա ինչ ենք անելու։ Բա ինչ է լինելու։ Բա ինչ է լինելու։ Հա ինչ է լինելու, ոչ բան, ասեք, չկա այդ երրորդ ուժը, ինչ ես անելու։ Դե պատտվելու ես այդ Ինչ պետք է անես։ 4 պատի մեջ։ Ասենք քեզ բացատրում ենք, հա, չէ, Ռոզ Քոչարյանի ձեն չեմ տա, բայց Նիկոլինի ձեն չեմ տա, բայց ասում ինչ ես անելու։ Դե եսիմ։ Դու եսիմ, եսը կլապիդոն ասում, դու եսիմը ո՞րն է։ Պարոն Սարգսյան, Վրաստանի մասին խոսեցինք, մի ինֆորմացիա որպես ավարտ տամ, որը համենայն դեպս ցավալի նորություն էր։ Վրաստանը հայտնվել է մի ցուցակում, որում ներգրաված երկրների քաղաքացիները ապրիլի 2-ից սկսած պարտավոր կլինեն գործարար տուրիստական վիզաների համար Միացյալ Նահանգներ դեպի դիմելիս հատուկ հաշվին փոխանցել 5,000-ից 15,000 դոլար։ Ավանդի վերջնական գումարը որոշվում է անհատական հարցազրույցի ժամանակ։ Գումարը վերադարձվում է, եթե դիմողը ժամանակին լքում է երկիրը, բայց չի վերադարձվում, եթե Երկիր ընդունող, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այո, եթե վիզան չի տրվում։ Այսինքն Հայաստանը չկա այդ ցուցակում, 38 երկիր են այդ ցուցակում։ Դե Հայաստանը չի կարող լինի, որովհետև դեռ Բայց Վրաստանին Միացյալ Նահանգները այդ ցուցակի մեջ ներգրավեցին։ Դա վատ շատ վատ է, դա Նիկոլին պատասխան է։ Եվ եթե դու գրում ես եւ ասում ես եւ Եվրամիություն կմտնեմ, երբ որ Վրաստանը մտնի, փաստացի քեզ ապացուցում Վրաստանի կյանքում չի մտնի։ Վրաստանի դուրը փակեցին 5-ից 15,000 դոլար պետք է։ 10 որպեսի Տեսեք, ինչքան տարի ռեֆորմ պետք է լինի, մոտավորապես 10-12 տարի պետք է ռեֆորմ անի Վրաստանը, եթե վաղ անի ժողովրդավարական հեղափոխություն, որպեսզի վերադարձնեն կարգավիճակը, որը ուներ։ Եվ մենք տեսնում ենք սահմանի վրա մեր բեռնատարները կանգնում են, կաշառք են վերցնում, այդ կաշառքը իհարկե վերաբերվում է բոլոր այն բեռնատարներին, որոնք գնում են Ռուսաստան, որովհետև եթե Եվրոպայից են գալիս բեռնատարները կամ գնում են Եվրոպա, իրենք ռիսկ չեն անում։ Դա էլ է փաստ, որ ասենք հատուկ պես վերջերս հանդիպեցի, խոսեցի, ստացվեց հանդիպել եւ խոսել մարդու հետ ում գործունեությունը կապված է լոգիստիկ ծառայությունների հետ, որ ենք բանան իր հիմքը Եվրոպայում է, հարցրեցի, ասեցի, կա տենց բան, բայց մեզ չեն անում, որտեղ մեր մեքենաները եվրոպական են համարներով եւ մենք Եվրոպա ենք գնում գալիս, ասենք, գիտեմ, հայ են, բայց մեզանից չեն ուզում։ Հետևաբար սա Վրաստանի վարկն է, եւ Վրաստանը այդ վիճակից, որ գրավ պետք է դնի, որպեսզի գնա Միացյալ Նահանգներ։ Ես ասեմ, որ Եվրոպան էլ շատը նման մոտավորապես նույն պատճառներով բեզվիզա բան անում, որովհետեւ բավականին շատ էին Վրաստանին մեծ ավանս տրամադրվեց, մոռանալով, որ Վրաստանը դա ամենաակտիվ լիզը չի։ Հա, իսկ մնացած տեղը Վրաստանի, ասենք, նույն սովետական բաներ, դե ռայոնի ժողովուրդ, որոնք միանգամից հայտնվեցին Եվրոպայում եւ քանի որ կրիմինալ եւ քրեական մշակույթը շատ ուժեղ էր Վրաստանում զարգացած դեռևս սովետական տարածքից ժամանակ, շատ շատերը այդ ճանապարհը ցավոք սրտի բռնեցին եւ շարունակում էին բավականին երկար, նույնիսկ մինչև հիմա տեղեր կան, որ մանր մուներ այդ կողոպուտ գողություն բան շատ են անում եւ եվրոպացիները դա լավ չեն, պարզա լավ չեն ընկալում, ոչ մեկ դա լավ չի ընկալում։ Ցավոք սրտի Վրաստանի իշխանությունները այդ ընթացքում, երբ որ այդ հարցը բացվեց բեզվիզի, արդեն վրացական երազանքն էր։
Եվ իրանք չկարողացան ոչինչ անել, որպեսզի դա նույնիսկ ընդհակառակ ինձ թվում է խրախուսում էին նման վարքը։ Եվ շատ մեծ ցավով եմ ուզում ասել, որ վրացիների հանդեպ վերաբերմունքը եւ վրացիների ընկալումը դրա միջոցով է։ Այսինքն ցավով, բայց դա այո։ Եվ նաև իհարկե ուկրաինական պատերազմի ընթացքում իրենց դրսևորված վարքով։ Դե դա այն է, ինչ չէինք ցանկանա, որ Հայաստանի հետ կատարվի։ Այո, բայց այն ինչ որ դուք ասում եք, դա շատ ցավալի է իրականում, դա նշանակում է, որ շատ նորմալ մարդիկ Թիֆլիսում մեր հայրենակիցները օրինակ չեն կարողանա գնալ Ամերիկա, որտեղ նորմալ մարդը ակնհայտորեն չի կարող գրպանից հանի ուղակի 10,000 դնի հաշվին ու գնա պատտվի, ասենք դա նշանակում որ եթե ուզում ես գնաս Ամերիկա, առավել եւս ֆուտբոլի առաջնությունը, մարդը կարող ուզում է, չնայած շատերը չեն ուզում գնալ։ Հա, բա ինչ։ 10,000 պետք է դնես այնտեղ, 10,000 դնես գրպանդ, գնաս երկու հատ խաղ նայես, այդ գազ, ու բան չի արա, կարող տապում ենք այդ փողերը։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, այսօրվա համար։ Հույսով եմ ամեն ինչ բան գնաց, ասենք դրական նոտաները տեղում էին, որովհետև պատերազմների ժամանակ ամենամեծ վտանգը ինձ համար այնա, որ մարդիկ սկսում են խոճապի մատնվել այնտեղ, որտեղ դա պետք չի։ Սուր ընկալել ամեն ինչը։ Հա, վտանգը շատ է, որովհետև մեծ սպասող վտանգները իրանք ավելի շուտ քաղաքացիական են, քան ռազմական պեղպանին։ Նորից հիշեցնում եմ, որ դա մենք երբեք չենք մոռանում, ուզում եմ ասեմ, նորություն չեմ ասում, որ Վրաստանը եւ Իրանը դա մեր դեռևս այս պահին միակ գործող սահմաններն են։ Այո, մեզ համար Իրանի կայունությունը կենսական նշանակություն։ Միանշանակ, Պարսկաստանի կայունությունը մեզ համար գիտեք ինչ կա, ֆանտաստիկ նշանակություն ունի, որովհետև գոնե որ Պարսկաստանում մենք վստահ ենք, որ մեզ գալացող բեռնատարները պատահական խաչմերուկին չեն կանգնած մասում 1000 եվրո տուր, թե չէ չես գնա։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյան։ Չվախեք։ Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակից այսօր։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձես։